Զինված ուժերում մինչև օրս ատեստավորմանը մասնակցած զինծառայողների թիվը 61% է, նրանցից 40%-ը չի հաղթահարել բավարար գնահատականների շեմը։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հիմնականում ատեստավորման արդյունքների շեմը չեն հաղթահարել ֆիզիկական պատրաստությունից 24%-ը, կրակային պատրաստությունից 11%-ը, իսկ մասնագիտական եւ շարային պատրաստություններից 5%-ը։ Բարձր դասարանների մի քանի տղաներ ըստ լրատվամիջոցների օրեր առաջ Մղճանի դպրոցի զուգարանում կապել են 4-րդ դասարանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, սկսել են տնից գումար գողանալ կրկին թմրանյութ գնելու համար։ Եվ ահա դպրոցի այցելել Արարատի կրթության վարչության պետը, հանդիպել տուժող երեխաների ծնողներին, քննարկել են դպրոցի տնօրենին հեռացնելու հարցը։ ԿԳՄՍ-ից էլ նշում են, որ եթե դպրոցի ղեկավարությունն իմացել է թմրանյութերի մասին ու պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, որոնք տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Դեպքի արդիվ քննչականում նախաձեռնել են քրեական վարույթ։ Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ դպրոցի տնօրենը հրաժարական է տվել։ Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառողը այլևս ոչ մի խաղի ընթացքում չի կարողանա անվտանգություն իրականացնել անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը։ Ազգային ժողովի նախագահն է անդրադարձել մարզադաշտում օրերս տեղի ունեցած միջադեպին։ Նրա խոսքով մարդը, ով հանրային անվտանգությամբ է զբաղվում, ունի պատասխանատվություն, կամ պետք է տիրապետի իր մասնագիտական պատրաստականություններին, կամ կրի պատասխանատվություն։ Հիշեցնենք, որ ՖԱՖ-ը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է ինչպես է ՀՀՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն կիրառում խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ, բռունցքով հարվածելով երեխայի դեմքին։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 15:40-ի սահմաններում։ Ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում Սեբաստիա փողոցում Եռաբլուր զինվորական Պանթեոնի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Բախվել բենզինալսականի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա գովազդային վահանակին։ Վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվել է հատուկ տարածք։ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը կառուցումից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվել ու վերանորոգվել է։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախագծի շրջանակում փոխել են ջրահեռացման համակարգը, դռները, պատուհանները, վերանորոգել են տանիքը, տեղադրել հակահրդեհային անվտանգության նոր համակարգեր, լուսաձայնային նոր սարքավորումներ։ Նորոգվել են բեմն ու դահլիճը։ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել այսօր ժամը 12:08-ին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժը գրանցվել է Բավրագյուղից 8 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.3 մագնիտուդով։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզի Մարագյուղ եւ Խազանչի գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։